Վրաստանի խորհրդարանը այսօրվանից սկսում է պետական անվտանգության ծառայության նոր ղեկավարի ընտրության գործընթացը։ Սկզբում Գեկա Գելաձեի թեկնածությունը պաշտոնապես կներկայացվի բյուրոյին, որից հետո նույն օրը նախկին ներքին գործերի նախարարին կլսեն պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստում։ Դրանից հետո գործընթացը կտեղափոխվի լիագումար նիստ, որտեղ ըստ ընթացակարգի պատգամավորները նախ կքվեարկեն Մամու կամ Դինարաձեի լիազորությունները պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում ժամկետից շուտ դադարեցնելու հարցը, իսկ հետո լիագումար նիստում 6 տարի ժամկետով կընտրեն ծառայության նոր ղեկավարին։ Աջարիայի գերագույն խորհրդում պետք է կայանա արտահերթ լիագումար նիստ, որտեղ ինքնավար հանրապետության օրենսդիր մարմինը պետք է վստահություն հայտնի կառավարության նախագահի պաշտոնում Զուրաբ Պատարաձեի թեկնածությանը։ Նույն օրը գերագույն խորհուրդը կհաստատի նաև կառավարության կազմը, որը կներկայացնի Պատարաձեն։ Հաստատման համար անհրաժեշտ է 11 պատգամավորի աջակցություն, իսկ իշխող թիմը ներկայացված է 13 պատգամավորով։ Ուստի, ինչպես նշում են իշխանությունում, նախագահի կողմից ներկայացված թեկնածուն առանց խնդիրների կհաստատվի։ Զուրաբ Պատարաձեն կանոնակարգի համաձայն պատգամավորներին կներկայացնի իր տեսլականը, իսկ մինչ նիստը նա գործողությունների ծրագրերի մասին խոսել է կոմիտեների լսումներում։ Մինչ այս Պատարաձեն զբաղեցնում էր Ադրբեջանում Վրաստանի դեսպանի պաշտոնը, իսկ Աջարիայի կառավարության նախագահի պաշտոնը նա կզբաղեցնի երկրորդ անգամ։ Առաջին անգամ ղեկավարել է 2016-ից 2018 թվականներին։ Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին տեղակալ Ռոնի Մեսխի հետ միասին հանդիպել է ոստիկանության վարչությունների տնօրենների հետ։ Նա քննարկել է գերատեսչության առաջնահերթ ուղղությունները, ուշադրություն է դարձվել նաև երկրի ողջ տարածքում տարբեր տեսակի հանցագործությունների դեմ պայքարին եւ կանխարգելիչ ոստիկանական միջոցառումներին։ Նախարարը հանդիպել է նաև Պարեկային ոստիկանության վարչության տնօրենին եւ ղեկավար կազմին։ Հանդիպման ժամանակ նախարարն ընդգծել է Պարեկային ոստիկանության կարևոր դերը հանրային անվտանգության ապահովման գործում եւ նշել, որ ծառայության գործունեության հետագա բարելավման, այդ թվում քաղաքացիների համար ոստիկանական ծառայությունների հասանելիության բարձրացման նպատակով համապատասխան միջոցառումները կշարունակվեն։ ԱՄՆ-ում քաղաքական բռնությունը դարձել է մտահոգիչ իրականություն։ Պատասխանը չի կարող լինել հասարակական կյանքին մասնակցելուց հրաժարվելը։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետը։ Զոհրան Մամդանին նշել է, որ քաղաքական բռնությունն անընդունելի է։ Նրա խոսքով նա լիովին վստահում է քաղաքի ոստիկանությանը եւ համոզված է, որ Նյու Յորքը կմնա անվտանգ։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին լարված է։ ԱՄՆ-ն չի հաշտվի, որ Իրանը պահպանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Իրանը կրկին փորձում է պահպանել վերահսկողությունը նեղուցի վրա, ինչը անընդունելի է Միացյալ Նահանգների համար։ Ռուբիոն արձագանքել է տեղեկություններին, ըստ որոնց Թեհրանը որոշ պայմանավորվածությունների դեպքում առաջարկում է բացել նեղուցը ԱՄՆ-ի համար։ Նրա խոսքով Վաշինգտոնը չի հաշտվի այն մտքի հետ, որ Իրանը որոշի, թե որ նավերը կարող են անցնել նեղուցով։ Ինչպես նշել է նա, Հորմուզի նեղուցը փաստացի համարժեք է տնտեսական միջուկային զենքի, որի կիրառմամբ Իրանը փորձում է ճնշում գործադրել աշխարհի վրա։ Ինչպես նշել է նա, Հորմուզի նեղուցը փաստացի համարժեք է տնտեսական միջուկային զենքի, որի կիրառմամբ Իրանը փորձում է ճնշում գործադրել աշխարհի վրա։ Իրանում պատերազմը կարող է ազդել բրիտանացիների առօրյա կյանքի վրա, այդ թվում այն բանի վրա, թե ինչ են նրանք գնում սուպերմարկետներում եւ որտեղ են հանգստանում ամռանը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը։ Հարցին, արդյոք դա նշանակում է սննդամթերքի եւ վառելիքի պակաս, Սթարմերը պատասխանել է, որ հասարակության համար իր ուղերձն այն է, որ խուճապի հիմք չկա։ Սթարմերի խոսքով այդ նպատակով պարբերաբար անցկացվում են հանդիպումներ եւ ինքը ղեկավարում է համապատասխան հանձնաժողովը, որը քննարկում է տարածաշրջանում իրավիճակի տնտեսական հետևանքները։ Եվրոպական պաշտպանության միությունը կարող է նպաստել Եվրամիության անդամ երկրների, ինչպես նաև Ուկրաինայի, Միացյալ Թագավորության եւ Նորվեգիայի պաշտպանական կարողությունների ինտեգրմանը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության պաշտպանության եւ տիեզերքի հարցերով եվրոհանձնակատար Անդրիուս Կուբիլյուսը Լեհաստանի Ժեշով քաղաքում անցկացված Ուկրաինայի վերականգնման համաժողովում։ Նրա խոսքով ներկայումս Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին օրակարգում չէ։ Միաժամանակ Կուբիլյուսը գտնում է, որ մոտակա տարիներին Ուկրաինայի համար ամենաարդյունավետ պաշտպանական ձևաչափը կարող է լինել նորաստեղծ միությունը, որը կենտրոնացած կլինի եվրոպական պաշտպանական կարողությունների ինտեգրման վրա։
Դոնալդ և Մելանիա Թրամփները Սպիտակ տանը հյուրընկալել են Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին և թագուհի Կամիլային։ Հանդիպումից հետո թագավորը և թագուհին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրում կազմակերպված պարտեզային խնջույքին։ Թագավորի կարգավիճակով սա Չարլզ III-ի առաջին այցն է նահանգներ։ 4-օրյա պետական այցի շրջանակներում նախատեսվում է նաև նրա ելույթը կոնգրեսում։ Թբիլիսին հյուրընկալում է խմբերգային երաժշտության 16-րդ միջազգային փառատոնը։ Այս տարվա ֆորումի շրջանակներում մինչև մայիսի 8-ը կանցկացվի 11 համերգ։ Բազմազան ռեպերտուարը հանդիսատեսին կներկայացնեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ուսանողական խմբեր։ Համերգները նախատեսված են մայրաքաղաքի տարբեր համերգասրահներում և փորձարարական հարթակներում։ Նշենք, որ փառատոնի ընթացքում արդեն շուրջ 90 վրացական և արտասահմանյան կոլեկտիվներ են մասնակցել։ Ծրագրի հիմնական նպատակն է պահպանել խմբերգային երաժշտության ավանդույթները և զարգացնել վրացական կատարողական արվեստը։